2026 թվական։ Հին աշխարհակարգի փլուզումն ու նորի ձևավորումը մտել են ակտիվ փուլ։ Այս մասին այսօր խոսում են երկրների ղեկավարները բարձր ամբիոններից։ Մտահոգությունն ընդհանուր է։ Աշխարհում ընթացող պայքարի արդյունքում յուրաքանչյուր ուժային կենտրոն ձգտում է ստանալ իր բաժինը։ Այո, աշխարհի բաժանում է տեղի ունենում եւ առաջի տպավորությունը ըստ նաեւ աշխարհի հեգեմոն գերտերության ղեկավար Թրամփի խոսքերից ցիտում են բառացի, երբ որ ասում էր, որ արևմտյան կիսագունդը առհասարակ իրենցն է, այսինքն այդ տրամաբանության շրջանակներում եւ այն խոսույթը, որը շրջանառվում է, այսօր առավոտյան արդեն խոսում է, որ Մեքսիկան Միացյալ Նահանգների համար վտանգ է ներկայացնում, որտեղ ցամաքային կարտելները տեղափոխվում են Միացյալ Նահանգներ ցամաքային ճանապարհով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացնում է. Մենք բոլորս ականատես ենք լինում աշխարհի եւ մեր տարածաշրջանի առջև ծառացած լուրջ սպառնալիքներին։ Էրդողանը շատ պրագմատիկ քաղաքականություն է վարում եւ կարողանում է այս խժդժությունների մեջ իր ուրույն տեղը ունենալ նախ այն մասով, որ այո, դուք շատ ճիշտ եք նշում, իրենց վերջին հայտարարություններն են ցուցիչ նաև մեզ համար, որ Էրդողանը չի ձերբազատվել եւ ընդհակառակը նեո-օսմանիզմի քաղաքականությունն է վարել, նեո-թյուրանական գաղափարն է առաջ քաշում։ Միջազգայնագետի խոսքով Թուրքիայի հավակնությունները գնալով ավելի բաց են դառնում։ Ընդամենը օրեր առաջ Անկարան հայտարարեց, որ դպրոցական դասագրքերում միջինասիական երկրները կներկայացվեն որպես թուրանական աշխարհ, ինչը ըստ փորձագետի ուղիղ քաղաքական ուղերձ է համաշխարհային վերաձևման ֆոնին։